Шикарная погода. Зимой свои краски, яркое солнце. Ну, кстати, я могу сказать, что зимой потеплее, летом ветренее. Ձունն են սիրում, ամառը լողանալն են սիրում, մեր Սևանն են սիրում, հիմնականը եկեղեցու համար են գալի։ Անշուշտ Սևանում սիրելու շատ բան կա, եւ անկախ տարվա եղանակից այստեղ կարելի է հանդիպել զբոսաշրջիկների, իհարկե ամռան ամիսներին ավելի շատ, սակայն ցավոք Սևանալիճը նաեւ օրինակ է, թե ինչպես չի կարելի վարվել բնության հետ։ Լճի էկոհամակարգի վիճակն այսօր էլ մտահոգությունների տեղիք է տալիս։ Սևանի էկոհամակարգի եւ ջրի որակի վատթարացումը մարդու գործունեության եւ բնական գործոնների հետևանք է։ Շատ վաղուց արդեն ժամանակն է մտածելու այլընտրանքային ապրելու ձևերի մասին, որպեսզի լճի ռեսուրսը հիմնահատակ չվերանա։ Մինչև ռեսուրսին եւ էկոհամակարգին անցնելը անդրադառնանք ենթակառուցվածքներին, որոնց հետ կապված խնդիրներն առավել ընդգծված են համայնքային կենտրոնում, Սևան քաղաքում, որտեղ ոչ հաճախ, սակայն հանգրվանում են զբոսաշրջիկները։ Եթե հայաստանցիները նախընտրում են ափամերձ հյուրատներն ու տնակները, օտարազգիների մեծ մասը անընդհատ շարժման մեջ է, գիշերում են տարբեր վայրերում, երբեմն նաեւ քաղաքում։ Мне кажется, нужно сохранить колорит. Может быть, что-то более, усовершенствовать для туристов. Քաղաքացին գալիս է, ոչ մի փողոցում մի հատ տուալետ բան չունի դրած։ Մարդիկ համար է շատ նեղում։ Շատ դեպքեր եղել է, հարցել եմ։ Իմ համար օդը մաքուր է, հացը համովայրիկ է։ Հերիք չէ, սակայն այն աշխատանքը, որ տարվում է Սևանի էկոհամակարգի եւ ջրի որակի բարելավման ուղղությամբ, բնակիչներն ու տնտեսվարողները շատ հաճախ կենցաղային աղբը լցնում են գետերի, առուների, հուների մեջ, լինում են նաեւ աղբի եւ թափոնների ուղղակի արտանետումներ լճի մեջ։ Միայն վերջերս գյուղերում ձևավորվեցին կոմունալ տնտեսություններ, որոնք հեռացնում են աղբը տեղափոխելով հեռու աղբավայրեր։ Ճամբարակ, Սևան, Գավառ համայնքից տեղափոխվում են Կոտայքի մարզ։ Եվս երկու համայնքներում Վարդենիսում եւ Մարտունիում պետք է այդ գործընթացը ներդրվի։ Տնտեսվարողների հետ կնքած պայմանագրի համաձայն նրանք պարտավոր են տեղադրել կեղտաջրերի լոկալ մաքրման կայաններ եւ ապահովել սանհանգույցների առկայությունը, նաեւ մաքուր պահել լողափերը։ Հիմնականը մենք ենք մաքրում, դզում։ Ավտոմեքենաները գալիս են, տանում են դատարկում են։ Այս ձև կամ մենք ենք տանում դատարկում։ Փորձագետները նշում են տարածաշրջանում լրացուցիչ մաքրման կայանների ստեղծումն ու գետերի հուների մաքրումն ուղղակի անհրաժեշտություն է լիճ մուտք գործող ջրերը հնարավորինս ֆիլտրելու համար։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում այդ մասին լավ գիտեն։ Այս տարի հերթը կհասնի Գավառագետին, որը Սևան լցվող ամենաաղտոտված գետն է։ Նախատեսված է Գավառագետի հունի մաքրում, ամրաշինական աշխատանքների իրականացում, նաև շրջաբերական է ուղարկվել համայնքներ։ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են։ Մշակվել է Սևանի իշխանի ծվադրավայր հանդիսացող Ծակքար, Կարճախբյուրդ գետերի մաքրման եւ վերականգնման միջոցառումների ծրագիրը, որը դեռ չի մեկնարկել։ Փորձագետ Գոհար Մնացականյանի խոսքով տարածաշրջանը եւ ամբողջ Հայաստանը տասնամյակներ շարունակ անխնա օգտագործել է լճի ռեսուրսը։ Սևանը տեղացիների ընկալման մեջ չի դիտվել որպես բնական եւ զբոսաշրջային անգնահատելի ռեսուրս։ Հիմնական աղբը դա ձկնորսական աղբ է։ Ցավով եմ ասում, որովհետև ձկնորսներն են մարդիկ են, ովքեր առաջին պլանում օգտվում են լճի բարիքներից ու իրանք էլ հենց աղտոտում են։ Անասնագոմ էին սարքել, որտեղից ուղղակիորեն այդ անասունների արտաթորանքը գետ էր լցվում, իսկ մենք գիտենք, որ մի կովը 100 մարդու չափ աղտոտում է լիճը։ Եթե նման խնդիրներ մեզ ահազանգում են, արձագանքում ենք, տալիս ենք սահմանված կարգով լուծում։ Կարևոր է նաև Սևանա լճի ափամերձ հատվածը ապօրինի հողազավթումներից եւ ապօրինի կառուցապատումներից ազատելու գործընթացը։ Դատախազությունը միջնորդագրեր է ներկայացնում Սևան ազգային պարկ, որի հիման վրա իրականացնում են ապամոնտաժման աշխատանքներ։ Ըստ նախարարությունից ստացված տվյալների 2025 թվականի ընթացքում Սևան ազգային պարկի տարածքում ապամոնտաժվել է 61 միավոր ինքնակամ շենք շինություն։ Փորձագետ Սաթիկ Պադեյանին անհանգստացնում է նաև այն փաստը, որ Սևանում գրեթե բացակայում է կողակ ձկնատեսակը, որի նշանակությունը մեծ է եւ պաշարների ավելացումը կարող է դրական ազդեցություն ունենալ լճի էկոհամակարգի կայունության վրա, մասնավորապես մեղմելով լճի ճահճացման խնդիրը, քանի որ կողակը սնվում է հատակի բուսական ու կենդանական մնացորդներով։ Համարվում էր լճի սանիտար ցուկը, կողակ ընդհանրապես լիճ չեն լցնում, այդ որ խոսում են մանրածուկ լիճ լցնելու մասին, դա միայն իշխանի մանրաձկան մասին է խոսքը։ Ծրագիր կա,
Մոտ ժամանակներում արդեն հնարավոր է որ կողակել փաս թողնվի լիճ։ Էնդեմիկ համարվող կողակ ձկնատեսակի պոպուլյացիան վերականգնելու պաշարներն ավելացնելու ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվում, մեր հարցմանն ի պատասխան նախարարությունից արձագանքել են։ Սևանի կողակի արհեստական վերարտադրության պիլոտային ծրագրի շրջանակում 2025 թվականին մայրական կազմից հավաքված ձկնկիթը ինկուբացվել է։ Ստացված մանրածկան առաջին խմբաքանակը նախատեսվում է բաց թողնել Սևանալիճ 2027 թվականին։ Սևանալիճը հանդիսանում է Հայաստանի բնակչության ջրի սննդի ամբարը, արդյունաբերական ոռոգման աղբյուրը, այն ազգային անվտանգության եւ ռազմավարական բնական պաշար է, որին խնամքով վերաբերվելը, պահպանելը յուրաքանչյուրիս պարտականությունն է, գյուղի բնակչից, թարմանալու համար Սևան եկած քաղաքացուց, մինչև կառավարության աշխատակազմ։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում, Պապոյան, Regions TV, Գեղարքունիքի մարզ։